Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Կարեն Կարապետյանին, քաղաքական վերլուծաբան, հայրենիք կուսակցության խորհրդի անդամ, բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ինչ, միանգամից անցնենք հարցերին, մենք այսօր փորձելու ենք խոսենք, վերլուծենք իմ ներքին քաղաքական դաշտը հայաստանյան եւ մի փոքր անդրադարձ կունենանք նաեւ գլոբալ քաղաքական անցուդարձերին եւ Հայաստանի ներգրավվածությանը դրան։ Կասեք, կարելի է համարել, որ արդեն ֆալստարտը եղել է ընտրությունների, թե դեռ ոչ։ Միանշանակ եղել է, իհարկե, ու ընդ որում արդեն տևական ժամանակ է, որ այդ ստարտը տրվել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից, հատկապես հաշվի առնենք, որ բոլոր գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում ու առնչվում են համենայն դեպս մենք ասում ենք դրան ներքաղաքական կյանք, դրանք բոլորը միտված են սպասվելիք խորհրդարանական ընտրություններին։ Այդ համատեքստում են նաև տեղավորվում բոլոր այն գործընթացները, որոնք առնչվում են քաղբանտարկյալներին, որոնք առնչվում են հայ առաքելական եկեղեցու դեմ այս տոտալ հարձակումներին, որը փաթեթավորվում է իբր վեհափառի կուսակրոնության ուխտը այդ խախտման անվանումով, սակայն իրականում բոլորը միտված են վերարտադրությանը իշխող կողմից։ Իհարկե, քաղաքական դասական տեսանկյունից որ նայենք, նորմալ է, երբ որ իշխող քաղաքական ուժը ձգտում է պահպանել իշխանությունը եւ նորմալ է նաեւ, երբ ընդդիմությունը փորձում է գալ իշխանության, սա քաղաքական այբուբենն է, սակայն աննորմալը կիրառվող գործիքակազմն են, հատկապես իշխանությունների կողմից, որովհետեւ նրանք են տիրապետում լծակներին, աննորմալը այն գործիքակազմն է, որոնք կիրառում են այս իշխանությունները։ Ընտրությունները իշխանությունների կողմից մեկնարկել են դեռևս 2021 թվականի անմիջապես ընտրությունների ավարտից հետո։ Մի կողմ թողնենք դեռևս արտաքին քաղաքական գործընթացները, որոնք Նիկոլ Փաշինյանը նույնպես փորձում է ծառայեցնել թիրախները ուղղել դեպի սլակները ուղղել դեպի ընտրություններ, սակայն այս ողջ ժամանակա ընթացքում ամենը ծառայեցվում է հենց կապված ընտրությունների հետ։ Այդ տեսեք, դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը 21 թվականից հետո գնում է ընտրությունների, դա իմ կարծիքով քաղաքական տերմինոլոգիա է, երբ որ ընտրությունները վերջանում են, թե ընդդիմությունը, թե իշխանությունը պետք է արդեն հաջորդ օրվանից նախապատրաստվեն մյուս ընտրություններին։ Բայց տեսեք, արդյոք ընդդիմությունը Հայաստանում այսօր պատրաստ է իշխանություն ստանձնել։ Արդյոք դուք տեսնում եք, որ ընդդիմությունը, ես գլոբալ մեծ հաշվով ընդդիմություն ասելով, նկատի ունեմ թե խորհրդարանում ընդդիմությունը, թե արտախորհրդարանական ընդդիմությունը, արդյոք իրենք պատրաստ են, արդյոք դուք չեք տեսնում, որ իրենք ուղղակի ուզում են ընդդիմության ամենախոշոր, ասենք, բանն լինեն, կոալիցիան լինեն ապագա խորհրդարանում։ Դուք տեսնում եք, որ ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյանի, մեր Ձևովի, ձեր կուսակցության եւ մնացած կուսակցությունների կողմից հայտ է ներկայացում ռեալ իշխանություն ձևավորելով։ Ես հասկացա, իհարկե, ենթատեքստը միանշանակ, որովհետեւ հակառակ դեպքում փլուզվելու է ամբողջ քաղաքական տրամաբանությունը, եթե ընդդիմությունը այդ տեսանկյունից կանք, եթե ընդդիմությունը ցանկանում է ընդհանրապես լինել լոկոմոտիվը ընդդիմադիր դաշտի եւ ներկայացվել խորհրդարանում մեծ բլոկով, սակայն ոչ որպես իշխանություն, ապա դա կարծում եմ անիմաստ է դառնում քաղաքական գործունեություն ծավալելը, որովհետեւ եթե որքան էլ դու ունենաս գաղափարներ, որքան էլ դու ունենաս ծրագրեր, որոնք փայլուն լինեն, ընտիր լինեն ու նույնիսկ շատ պրագմատիկ լինեն, եթե դու չես տիրապետում գործիքակազմի, եթե դու չունես լծակներ, եթե դու իշխանություն չես, ապա այդ ամենը մնալու են պարզապես թղթի վրա գրված։ Ես միանշանակ վստահ եմ, որ ընդդիմությունը պատրաստ է ստանձնել իշխանությունը եւ ձգտում է հենց իշխանությունը վերցնելուն, որովհետեւ եկեք նաեւ մի հատ այլ տեսանկյունից նայենք, այնուամենայնիվ Հայաստանում մի փոքր դասական քաղաքական գործընթացներ չեն, որ տեղի են ունենում, որովհետեւ կա նաեւ լինելիության խնդիր ապագայի հետ կապված։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, ապա կարծում եմ X ժամանակ հետո Հայաստանը կդադարի լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, որը արդեն իսկ դադարել է։ Մի հատ հարց է այստեղ ծագում։ Իսկ որտեղից գարանտիա կա, որ իշխանությունը գալուց չի լինելու ավելի վատ։ Այո, ասենք օպոզիցիան հաղթում է, ընդդիմությունը հաղթում է
ու գալիս է իշխանության։ Օրինակ տեսեք, Նարեկ Կարապետյանի հարցազրույցը, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ձեզ մտահոգելու տեղ չի տալիս, որ մարդիկ, ովքեր այսօր ուզում են, ժողովրդին համոզում են, որ իրենք կան իշխանության, ամեն դեպքում գլոբալ մեծ հաշվով ոչ մի բան չեն փոխելու։ Իրենք գալով իշխանության շարունակելու են, մի քիչ ձևափոխելով շարունակելու են Նիկոլ Փաշինյանի այսօր, չէ, այստեղ ծիծաղում ես լուրջ հարց եմ տալիս։ Իհարկե հասկացա։ Մտահոգված եմ ես։ Կա իհարկե մտահոգության տեղիք իհարկե տալիս է, որովհետև եթե քաղաքական միավորը, որը հավակնում է ստանձնել իշխանություն, կարծում եմ պետք է հստակ նաև անդրադառնա ազգային խնդիրներին, որովհետև եթե շեշտադրումը միայն լինում է տնտեսությունը, ապա ինձ որպես ենթադրենք մի պահ ես քաղաքական վերլուծաբան չեմ, կուսակցություն չեմ ներկայացնում, այլ պարզապես ընտրող եմ եւ որի համար գերակա են նաև ազգային շահերը։ Ես պետք է հստակ հասկանամ, թե այս կամ այն ուժը, որը գալիս է կամ հավակնում է գալ իշխանության, ինչպես է լուծելու այն ազգային խնդիրները, որ ծառացած են մեր առաջ։ Տնտեսությունը շատ լավ է, տնտեսության զարգացումը իհարկե պետության շարժիչ ուժերից մեկն է, սակայն ես գտնում եմ, որ չպետք է տնտեսությունը ներողություն ազգային խնդիրները ամբողջովին ստորադասվեն զուտ միայն տնտեսական հարցերին։ Ես քաղաքական ուժերից պետք է ստանամ այդ ազդակները, պետք է լսեմ նրանց մոտեցումները մեր այսօրվա իրավիճակի հետ կապված։ Ես չէի ուզի գնահատական տալ այս պահին այս կամ այն ընդդիմադիր ուժին, որովհետև նաև գործում է մի անխախտ սկզբունք, եթե դու լինելով ընդդիմություն քննադատում ես այլ ընդդիմադիր ուժերի, ակամա դրանով ջրաղացին ջուր ես լցնում իշխանությունների։ Ես այդ տեսեք ձեր համեստությունը, հայրենի կուսակցության համեստությունը, ես այստեղ մի քիչ շռայլություն եմ բանանում, համարում, ինչու համար։ Որովհետև տեսեք, հենց Էշմիածնի ընտրություններից հետո ամենամեծ քննադատը եղել է նույն այդ ընդդիմությունը։ Ամենամեծ ձեզ թիրախավորելը, որ դուք իբր թե փոշիացրել եք ձայներ, օգնել եք ԿՊ-ն, որպեսզի վերարտադրվի, Էշմիածնում վերարտադրվի, ընդդիմության կողմից, ընդդիմության լիդերների կողմից է եղել։ Այդ ձեր այս կրավորական դիշկը արդյոք դա այսօրվա Հայաստանի համար ճիշտ է։ Նախ կյանքում մի սկզբունք է գործում, ով ինչ անի իրեն է անելու եւ ցանկացած քննադատական խոսք ընդդիմադիր մեկ այլ թևի կողմից, որ հնչեցվում է տվյալ պահին օրինակ մեզ հայրենի կուսակցությունը, կարծում եմ այդ քննադատողները վերջնաարդյունքում քաղելու են այն պտուղները, որոնք ցանում են այսօր։ Չէ, ինչի ենք մենք կրավորական տարբեր ասուլիսներում, հարցազրույցներում իհարկե միայն հարցազրույցները, ասուլիսները կամ ճեպազրույցները, ինչպես ուզում ենք անվանենք, բավարար չեն քաղաքական գործունեության համար, որովհետև դրանք ընդհանրապես քաղաքական գործունեության գործիքներից մեկն են։ Բուն քաղաքականությունը ինքը գործ է, որը որ անում ես ու պետք է ապագայում ստանաս դրա արդյունքները։ Մենք հատվածաբար արդեն տևական ժամանակ ներկայացնում ենք մեր ազգային խնդիրները, մեր պատկերացումները մեր ազգային խնդիրների մասին, մեր քաղաքական ծրագրերը, բացի տնտեսությունից նաև բուն քաղաքականությունը կապված թե կառավարման համակարգի հետ, թե եկեղեցու նկատմամբ հարձակումների, թե մնացյալ բոլոր խնդիրների շուրջ եւ շուտով շատ ավելի, այսպես ասած, լայնածավալ, մասշտաբային քարոզչություն է իրականացվելու եւ մեր մոտեցումները շատ ավելի մասշտաբային են ներկայացվելու հանրությանը եւ կարծում եմ, որ հանրությունը անպայման այդ հետեւությունները անելու է։ Ի վերջո դատավորը հանրությունն է, դատավորը ընտրողներն են։ Հանրությունը ուզում է ուժեղ լիդեր, ուժեղ թիմ, ուժեղ լիդեր, ուժեղ թիմը այսօրվա մեր իրականության մեջ դա պատասխանն է, որ պատասխանատվության է կանչում այն մարդկանց, ովքեր ես ձեր հետ համաձայն եմ, որ ընդդիմությունը այսօր պետքա լուր լինի, մեկը մյուսին քննադատելուց։ Պետքա համախմբվի բոլոր իր ռեսուրսները մինիմում իրար դեմ չաշխատացնելու սկզբունքի մեջ։ Բայց մենք այսօր չունենք այդ։ Տեսեք, օրինակ մեր ձևովի պահով ես մի քիչ վերապահորեն ավելի քիչ եմ քննադատում, որովհետև այդ մարդիկ չեն եղել իշխանություն, չեն եղել ընդդիմություն, իրենք դեռ իմ համար X հարցականի տակ են, ովքեր են այդ թիմը, ինչ ծրագիր կներկայացնեն, ես պետք է ուսումնասիրեմ, որպեսզի հասկանամ ինչ են իրենք առաջարկում։ Առաջին Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից ելնելով ես ավելի շատ հարցեր ունեցա արդեն այդ թիմի հետ, բայց լինելով նույնպես ընդդիմադիր հայացքներով մարդ, ես
ուզում եմ, որպեսզի այդ դիալոգը կայացվի ոչ թե հանրային դաշտում, այլ միգուցե ոչ հանրային դաշտում, որպեսզի ես իմ համար կուլիսների հետևում նույնպես որ ես հասկանամ անվտանգության հարցը ոնց է կարգավորվում իրենց ծրագրի մեջ, միգուցե մի քիչ համբերություն ունենամ, դա էլ տեսնեմ։ Բայց տեսեք, Ռոբերտ Քոչարյանը գլոբալ ասուլիսի ժամանակ ես իրեն նախ առաջին ասեմ, որ համարում եմ Հայաստանի Հանրապետության եղած նախագահների մեջ ոչ ամենավատը, ոչ էլ ամենալավը, բայց աշխատանքային փորձով, իր հմտություններով, բանով ինքը բավականին մեծ օգուտներ կարող է տա այսօրվա Հայաստանին, համաձայն եմ, բայց մի ասուլիսի ժամանակ տանել մի ընդամենը կոնկրետ երկրի քարոզ, իմ համար դա, ասենք, կարմիր գիծ է։ Ռուսաստան, արդյոք դուք չեք տեսնում սրանում խնդրեմ։ Միանշանակ կողմնորոշումը եւ ամբողջ քաղաքականությունը կապել մեկ պետության հետ, դա մեղմ ասած մեր արտաքին քաղաքականությանը չի բերելու այն արդյունքները, այն, որը որ մենք ակնկալում ենք, այսինքն եթե ամբողջ մեր արտաքին քաղաքականությունը կապենք կոնկրետ մեկ պետության հետ, նշանակում է նոր մենք նորից դառնալու ենք ընդհանրապես օբյեկտիվ միջազգային հարաբերություններում այլ ողջ սուբյեկտի խնդիրը այն է, որ մենք պետք է կարողանանք մեր շահերը համադրենք թե Ռուսաստանի հետ որպես գերտերություն ու տարածաշրջանում իր հետաքրքրությունները ունեցող պետություն եւ թե արևմուտքի հետ, այսինքն մենք պետք է համադրենք մեր շահերը, ցավալիորեն մեր արտաքին քաղաքականության վեկտորը երբեմն լինում է շատ միակողմանի, դեռևս ժամանակին Բիսմարկն էր ասել, որ փոխանակ հայերը կարողանան համախմբվել իրար հետ եւ իրենց շահերը համադրեն բոլորի հետ, իրենց բախտը կապել են կոնկրետ մեկ պետության հետ, ինչը նրանց բերում է հանգեցնում է դժբախտության։ Ահա այդ միակողմանի քաղաքական ուղղվածությունը արտաքին իհարկե միանշանակ մեզ հանգեցնելու է հերթական դժբախտությանը, սակայն մի այլ ծայրահեղության մեջ է այսօր կարծես իշխող կուսակցությունը, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ Պուտինի առջև ինչ-որ ռևերանսներ է անում, ինչ-որ, չգիտեմ, փորձում է ցույց տալ, որ իրենց մեջ որևէ խնդիր չկա, սակայն ամբողջ մնացած ԿՊ-ի խոսույթը, ամբողջ գաղափարախոսությունը, հռետորաբանությունը կառուցված է հակառուսական տրամաբանության վրա, նրանք էլ մի այլ ծայրահեղություն են գնում, բայց գործողությունները ոչ։ Բայց գործողությունները ոչ, թեպետ գործողությունների առումով նույնիսկ ամենառուսականը իրանք են։ Հա, ու նաև մի բան ասենք, որ ոչ այնքան դերակատարում ունեն այս պահին օրինակ Եվրոմիությունը Հայաստանում, որքան որ Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ նրանց եթե ավելի շատ հռետորաբանությամբ է, սրանց է գործում մասնակցությամբ։ Այստեղ մի հատ հարց էլի, տեսեք մենք միշտ շոշափում ենք Նիկոլ Փաշինյան անձի մասին ենք խոսում, որպես վարչապետ։ Դուք չեք համարում, որ մենք այստեղ սխալվում ենք, երբ որ մենք Նիկոլ Փաշինյան ասելով մոլորեցնում ենք նաև մեր ընտրողների, մեր հանրությանը, որ այստեղ մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյան անձի հետ։ Արդյոք պետք չի այդ զանավեսը բացել, այդ խոհանոցը ցույց տալ, թե ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի թիմում։ Էրդողանն ու Ալիևը։ Ոչ միայն Էրդողանն ու Ալիևը իմ կարծիքով նրանք ուղղակի թող ինձ ներեն մեր լսողները, բայց շատերը ծափահարելու են, իրանք ոնց որ պյոսելն են, ցեպերի վրա կաված, ում ժամանակին ֆաս են տալիս, երբ որ Հայաստանը մի քիչ իրան լավ չի պահում, ուզում է անկախ զգա, եւ հետո հետ են քաշում։ Իրական խաղացողները ոչ Էրդողանն է, ոչ Ալիևն է։ Դա է պետք է մենք հասկանանք, որ նրանց ասել են, այո, տարածաշրջանում դուք կունենաք գլխավոր դերակատարը, բայց իրանք է ունեն տերեր։ Իրական զակաշչիկները ո՞րն են, ախպերս։ Ես հասկանում եմ, իհարկե, սլակները հարցի։ Եթե մենք փորձում ենք Էրդողանի, եթե Էրդողանի թիկունքում տենում ենք պատվիրատուներ, այդ պատվիրատուները միանշանակ արևմուտքն է, որովհետև այդ մանդատը տարածաշրջանի արևմուտքը տալիս է Թուրքիային Հայաստանում, թե որպես ՆԱՏՕ անդամ պետություն, թե որպես ԱՄՆ կարևորագույն դաշնակից այս տարածաշրջանում, այդ մանդատը գտնվում է Թուրքիայի ձեռքին։ Իդեպ առիթից օգտվեմ, լավ հիշեցրեցիք։ Չմոռանանք օրինակ Ֆիդանի հայտարարությունը։ Նման բան նման նախադեպ Հայաստանում դեռ չէր եղել, որ ասենց ուղղակի ուղիղ անգամ Ռուսաստանի դաշնությունը Ռուսաստանը չէր արել, ոչ մեկ, ես չեմ հիշում 91 թվականից առ այսօր, որ որևէ մի այլ պետության, ինչպես շեշտեցիք, անգամ Ռուսաստանը, ասենց ուղիղ միջամտեր, ընդ որում արդեն
ընտրական process-ներին։ Այսինքն պաշտպանելով թեկնածուներից մեկին, որտեղ ընտրական process-ի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեկնածու է ընդհանրապես։ Այո, դուք ճիշտ եք, բայց թույլ տվեք մի հատ ավելի խորացված հարց տամ այդ դեպքում։ Դուք պատկերացնում եք 90-ականներից 2000-ականների սկզբերից, որ հանգարց Թուրքիան խառնվեր ու դա օգուտ լիներ ինչ-որ մեկին։ Այդ դուք չեք տեսնում, որ մենք հանրության մեջ խնդիր ունենք։ Այսինքն պատկերացեք Թուրքիան ասում է, որ ինքը աջակցում է ու մենք ժողովուրդը մի մասակա չէ, ում որ իրանք ուղղորդում են այդ խոսքը ուղղում են։ Այսինքն մենք մեր հանրության մեջ ունենք մարտիկ ու բազմահազարանոց, որոնք ծափարում են, որ մենք Թուրքիայի հետ ենք։ Ճիշտ եք, դա ցավալի շատ ցավալի չէ, ողբերգական իրավիճակ է, բայց Գորկին ասում է, եթե մարդուն անդադարացես, որ դու խոզ ես, նա ի վերջո սկսելու է խոզի նման խռնչալ։ Հիմա մեր 80-ության հասարակությունը, որը ոտքի կանգնեց իր ազգային արժեքների, իր ինքնության պահպանման, իր հայրենիքի ազատագրման համար, աստիճանաբար հասանք այն օրը, որ ինչպես դուք նշեցիք, այսօր կա մի զանգված, որը ողջունում է Թուրքիայի հայտարարությունները, իսկ իշխանությունը Ալեն Սիմոնյանի տեսքով շնորհակալություն է հայտնում Էրդողանին այդ հայտարարության համար, բայց խնդիրը հետևողականորեն այս հասարակության մոտ ազգային արժեքների նկատմամբ հակակրանք սերմանելն էր, հետևողականորեն հասարակության մեջ փորձելը ձևավորել այն տպավորությունը, որ օրինակ Արցախը մեր զարգացման համար բեռ էր, որ չլիներ Արցախը, մենք հիմա չգիտեմ համաշխարհային գերտերություն կլինենք կամ եսիմ ինչ կլինենք, այսինքն հետևողականորեն փորձեցին մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը կապել ազգային խնդիրների հետ ու լուծել ազգային խնդիրների հաշվին։ Օրինակ Վահագն Խաչատրյանը Դավոսում Ալիևին ինչ ասաց, շնորհակալություն նախ հայտնեց, հետո ասաց, որ մեր երկու Վահագն Խաչատուրյանը նախագահ, հիշեցրեք, էլի մեկ ես չգիտեմ։ Նախագահ, որը դաշկամուր է։ Մենք նախագահ ենք, այո, որը միայն դաշկամուր է։ Բայց ինքը մի հատ ասեք, էլի ինքը սահմանադրությամբ երկրի գլուխն է, որովհետեւ շատերը չասեն, թե ինքը թակուի կարգավիճակ ունի։ Մեր սահմանադրությամբ երկրի գլուխը համարվում երկրի նախագահը։ Իհարկե, ու նույնիսկ առաջին տիկինը համարվում է նրա կինը։ Այսինքն մեր երկրի նախագահի գլխի, մեր երկրի գլուխը շնորհակալություն էր հայտնում մի մարդու, ով ցեղասպանել է մի ողջ ազգություն։ Այո, ու ինչը ասում այդ շնորհակալությունից հետո, ասում մեր երկու երկրների ղեկավարները, նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանը դարձավ արդեն մեր երկրներից որևէ մեկը։ Մանա, երկու երկրների ղեկավարներին հաջողվեց հասարակության մոտ բարեկեցության հնարավորություն ստեղծել, գերադասելով մնացած ամեն ինչից։ Այսինքն այդ մնացած ամեն ինչը մեր արդեն ազգային արժեքներն են։ Մնացած ամեն ինչը Արցախն է, մնացած ամեն ինչը հայ առաքելական եկեղեցին է, արցախցիների վերադարձն է։ Ահա այդ մնացած ամեն ինչի մեջ տեղավորելով ու ստորադասելով ընդամենը ստամոքսին, ընդամենը փորին, Նիկոլ Փաշինյանը չէ, բաց ասում է, չէ, այստեղ հաց աչովին խապեց ծրագիրը։ Բայց այս դրանից դեռևս մի տարի առաջ դեռևս մինչև Վաշինգտոնյան հանդիպումը, բանը ինքը ու իր թիմը հայտարարում էր, որ Հայաստանում որևէ միջանցք չի լինելու։ Դա բացառվում է, օրակարգից դուրս է այդ միջանցքը, սակայն օգոստոսի 28-ին մենք բախվեցինք հենց միջանցքի անունը ուզում են դնեն Թրամփի ու ես սրա մասին խոսել եմ 6 ամիս առաջ եմ ասել, որ անունն եմ փոխել։ Անունը, բայց ինքը միջանցք է։ Ինչ ուզում են Թրամփի նրբանցք դնեն անունը։ Միևնույն է, սա այսինքն ի՞նչն է հիմա խապում։ Միջանցն է խապում, խաղաղությունն է խապում։ Խաղաղությունն է խապում։ Որ մենք Եվրոպա են գնալու դա են։ Մենք նա Եվրոպա չեն գնալու։ Դա այսինքն նախ Եվրոպան մեզ չի կանչում։ Ես ճիշտ բերեցի ձեզ։ Նախ Եվրոպան սկսենք դրանից, որ մեզ չի կանչում։ Երբ որ ազգային ժողովը քվեարկեց եվրոինտեգրման ուղի ընտրելու վերաբերյալ, Եվրոպայից չհնչեց ողջունի եւ որևէ խոսք։ Իսպանը հայտարարություն արեց, որ ժողովուրդ ջան, հղա մենք ձեզ չենք ասում արեք Եվրոպա։ Հանգստացեք։ Հա, Եվրոպան մեզ չի կանչում։ Այդ եվրոինտեգրման ուղին, որ մենք քվեարկեցինք, ընտրեցինք եւ այլն, դրանք նախընտրական կամպանիա է դա ընդամենը։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ինչա տեղի ունեցել։ Ախր Նիկոլ Փաշինյանը իր մանիպուլյատիվ սովորույթի համաձայն հանրությանը ներկայացնում է բաներ, որոնք գոյություն
ազդեցություն չունեն։ Հիմա գյուղացի մարդ է, օրինակ, քաղաքականությամբ չի զբաղվում, նայում է միայն հայլուրը եւ տենում է, որ մենք Վաշինգտոնում ստորագրել ենք խաղաղություն։ Բայց իրականում այդ նույն մարդուն չեն ասում, որ Վաշինգտոնում նախաստորագրվել է ընդ որում արտգործ նախարարների մակարդակով, ոչ թե Նիկոլի ու Ալիևի, արտգործ նախարարների մակարդակով ընդամենը նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիր, նույնիսկ ոչ թե պայմանագիր, այլ համաձայնագիր, որը իրավական հետևանքներ չունի, իրավական ազդեցություն չունի, իրավական ազդեցություն կունենա այն Այսօր անգամ պայմանագիր է այսօրվա դրած։ Նույնիսկ խաղաղության վերջնական պայմանագիրը չի երաշխավորում 100%-անոց խաղաղություն, աշխարհում բազմաթիվ խաղաղության պայմանագրեր են ստորագրվել, որին հաջորդել է պատերազմը։ Իդեպ լավ ուղղորդեցիք այդ թեմային, արտաքին հետախուզության զեկույցը։ Ինչ է այնտեղ գրված, որ Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնագրից հետո Ալիևը ոչ միայն չի թույլատրել արևմտյան Ադրբեջան ու ադրբեջանցիների վերադարձ իրենց պատմական հայրենիք խոսույթը, այլ ավելի է ակտիվացրել ու բերել ավելի գործնական քայլերի։ Եվ հենց այդ համատեքստում զեկույցի մեջ նշվում է, որ Ալիևը շարունակում է ավելացնել ռազմական բյուջեն, ընդ որում ռազմական բյուջեն գերակայում է մյուս ոլորտների նկատմամբ ու շատ հաճախ այդ աճը տեղի է ունենում մյուս ոլորտների հաշվին։ Ով է աղնում, Ամերիկան, որ ավելացնում է ռազմական բյուջեն։ Դե բան չեղարգեց չէ, ինչ որ իրենց մոտ բանաձևը, որով արգելված է։ Անկամ այս անգամ էլ Հայաստանին թուղթ տվեց, իրանց զենք տվեց։ Այո, այդ մասին էլ քար լրություն, որ չեղարկվեց բանաձևը, որով արգելվում էր Ադրբեջանին զենք տրամադրել։ Լավ, մի շեղեք ինձ, ընդդիմությունը ինչ է առաջարկում, Նիկոլ Փաշինյանը հաջողում է։ Ուզենք, չուզենք ինչ, ասում է այ մարդ, այս մարդը անում է, կարողանում է համոզել, խապել, տանել, բերել։ Իրա մոտ ստացվում է, դուք ինչ եք առաջարկում, եղբայր։ Ոչ, ընդդիմությունը, ընդհանուր ընդդիմությունը ինչ է առաջարկում։ Խոսամ հայրենիքի։ Իրա սխալներին մատնանշելով դուք երկիրը չեք անում։ Համաձայն եմ ձեզ հետ։ Երբ մենք արձանագրում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերը, այնուհետև արձանագրում ենք այդ քայլերի հետևանքները, սակայն չենք առաջարկում այլընտրանքը, նա շարունակել է միշտ անել քայլեր ու միշտ մենք լինելու ենք արձանագրողի դերում։ Արցախի հարցով ինչ եք առաջարկում։ Մենք քաղաքական միավորից վերածվելու ենք ինտելեկտուալների ակումբի, որոնք միայն թեզեր են առաջադրում։ Հայրենիք կուսակցությունը ինչ է առաջարկում Արցախի պահով։ Նախ արցախցիների վերադարձի իրավունքը միջազգայինորեն ճանաչված իրավունք է եւ պետք է անպայման արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք։ Վերադառնում են Ադրբեջանը համաձայնվում է, ադրբեջանական պասպորտներով հետ է կանչում։ Նայեք, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ պետք է լինի բանակցող, ճիշտ բանակցող, ոչ թե այդ բանակցողը չպետք է լինի Նիկոլ Փաշինյանը։ Ինչ եք բանակցելու։ Ինչա ձեր կարմիր գծերը Արցախի հարցում, որն է ձեր կարմիր գծերը, գնում եք բանակցության ու դուք ասում եք, եղբայր, համաձայնենք այս տերմինների հետ, այս սրանք չեն կարա լինեն։ Որը չեն կարա լինեն։ Արցախցիներն արցախցիները պետք է վերադառնան իրենց այս փուլում։ Եկեք, ես չեմ ուզում հանրությանը խաբենք։ Ես չեմ, չէ, ճիշտ հասկացա։ Ադրբեջանական անձնագրերով են գնալու, թե ինչ որ երաշխիքների տակ։ Երաշխիքների տակ։ Միանշանակ պետք է երաշխիքների տակ, որովհետև երբ որ դու գնում ես պարզապես դառնում ես Ադրբեջանի քաղաքացի, դա նշանակում է, որ դու հերթական անգամ կանգնում ես ցեղասպանության առաջ։ Խոսացեք, ասեք։ Միանշանակ գնում են անվտանգային երաշխիքների ներքո, ընդ որում այդ երաշխիքները չպետք է տրվեն Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանին հավատալը նույնն է, որ գլուխը դնես յաթաղանի տակ։ Միջազգային հստակ երաշխիքներ պետք է տրվեն արցախցիների վերադարձի հետ կապված եւ արցախցիները պետք է ապրեն այնտեղ այնպես ինչպես ապրում էին։ Հիմա ես չեմ ասում, որ մենք պետք է այս պահին Արցախի անկախություն եւ այլն, որտեղ պետք է իրատեսական լինի։ Առաջին քայլը արցախցիների վերադարձն է։ Պետք է կախված լինի այդ հարցը, ոչ թե լուծված։ Ճիշտ եմ հասկանում։ Որ հարցներով Արցախցիների հետ են վերադառնում։ Այո։ Եվ այդ իրենց կարգավիճակի հարցը պետք է կախված լինի։ Այսինքն մենք նորից գալիս ենք Ռուսաստանի կողմից առաջարկած
տարբերակին, որը մենք ժամանակ առաջ համարում էինք վատագույնը, բայց այսօր հասկանում ենք, որ մեզ այդքան է վատ բան չէին առաջարկում այդ մարդիկ։ Որովհետև մենք կանգնեցինք մի փաստի առաջ, այսինքն Նիկոլ Փաշինյանը մեզ կանգնեցրեց մի փաստի առաջ, որ մենք բախվեցինք մի իրավիճակի, որ սրանից ավելի վատ ուղղակի չէր կարող լինել։ Չէ, իհարկե իդեալական կլիներ, որ Արցախը հռչակեր իր անկախությունը, Արցախը լիներ հռչակել մենք չճանաչեցինք։ Չէ, այստեղ խնդիր կա, մենք եթե ճանաչեինք, վտանգ կար, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից կարող են դիտվել որպես ագրեսոր։ Այ քո ցավը տանեմ, արեք ագրեսորը լինենք, բայց մենք մեր հայրենիքի տեժ կանենք։ Հիմի որ դու ագրեսոր չես, բայց հայրենիքի Հիմա իրավիճակը կեսնել եկել նստել են տանում են ախպեր։ Հիմա ուղղակի իրավիճակը փոխվեց։ Հիմա արդեն Արցախը չեն տանում, հիմա Հայաստանն են տանում։ Հիմի Վազգեն Սարգսյանի խոսքերը ավելի լավ է ինձ ագրեսոր թող ճանաչեն, բայց ես ունենամ իմ մեծ հայրենիքը, թե մենք ագրեսոր չենք, սիրուն պուբուշ տղա ենք, բայց չունենք հայրենիք։ Չէ, իհարկե, թե համեմատությանից մեջ ես դնում, թող հռչակվես ագրեսոր, բայց այստեղ պետք է քայլերը բխեն ռեալ քաղաքականության տեսանկյունից։ Եթե այն ժամանակ մինչև խոսքս մինչև պատերազմն էր, իհարկե պատերազմը փոխեց ամբողջ քաղաքական իրավիճակը, ամբողջ պատկերը փոխեց։ Եթե մինչև պատերազմը Հայաստանը ճանաչեր Արցախը անկախ, ապա հռչակվել ագրեսոր իր բոլոր հետևանքներով։ Հետևանքներն է ոչ թե հռչակումն է վտանգավոր, այլ դրա հետևանքները։ Նայեք Նիկոլ Փաշինյանը ինչ արեց։ Նիկոլ Փաշինյանը երբ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, հայրենասիրական հռետորաբանության տեսանկյունից թվում է թե ողջունելի բան ասես, ծափ, բան։ Մեկնարկ տվեց։ Բայց ինքը Ադրբեջանին քարտ բլանշ տվեց, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի ու լեգիտիմացնի հանրության ասի, տեսեք, մենք իրար հետ բանակցում ենք, այս մարդն եկել ասում է ջուրն եմ գցում։ Ես էլ ոնց լուծեմ այս հարցը։ Իրան ուղղակի կարտոնաշ։ Իհարկե նա ասաց զրոյական կետից եմ սկսում, պայթեցրեց բանակցում։ Տեսեք, ես ուզում եմ քննադատել ձեր քաղաքական լիդերին, պարոն Վանեցյանին, որովհետև ժամանակին, երբ որ ինքը դիմում գրեց, լավ, ինքը հազվադեպներից էր, ով ինքը դիմում գրեց, այլ ոչ թե SMS ստացավ, ինքը վտանգներից խոսեց։ Ես տեղ իրան քննադատում եմ նրա համար, որ ինքը բաց չխոսեց, որ ինչպիսի վտանգներ է տեսնում։ Այ միգուցե այն ժամանակ, որ ինքը դուրս եկավ ու նաև ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, այսինքն համակարգի կողմից, այդ ժամանակ միգուցե ինքը ասեր ժողովուրդ, այսպես խնդիրներ կա։ Միգուցե ինքը շատ մեղմ ասեց, որ վտանգներ կա։ Իրա մեղավորությունը ինչի՞ չեք տեսնում։ Ես օրինակ տեսնում եմ իր մեղավորությունը։ Արտուր Վանեցյանը մատնանշեց վտանգները։ Նա հստակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը հանգեցնելու է ահավոր վատ հետևանքների։ Գուցե մասշտաբները, այս ողբերգության մասշտաբները գուցե այն ժամանակ դեռևս ոչ ոք չէր պատկերացնում։ Անկեղծ Ես չեմ հավատում, որ ինքը չի պատկերացնում։ Չէ, իրականում հնարավոր է հետևանքները մատնանշեց, խոսքեց այս խոշորագույն մասշտաբների, աղետի մասշտաբների մասին է։ Ինձ թվում է այս աղետի մասշտաբները նույնիսկ Ալիևը չէր։ Իրոք կատակ չեմ անում, ինձ թվում է նույնիսկ Ալիևը չէր պատկերացնում, որ նա կարող է հասնել այս աստիճանի ձեռքբերումների։ Հավատացեք, անկեղծ եմ ասում, առանց կատակի, գուցե նա չէր պատկերացնում։ Հիմա նայեք, Արտուր Վանեցյանը մատնանշեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնելու է աղետների։ Դուրս եկավ։ Հետո Արտուր Վանեցյանը հիմա շատերը մոռանում են, սակայն հիշենք, որ Արտուր Վանեցյանը մեկնարկեց նաև առաջին պայքարը Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման պայքարի լոկոմոտիվներից մեկը, հիմնադիրներից մեկը ինքն էր։ Այնուհետև Արտուր Վանեցյանը հստակ հայտարարեց, որ ես կհրաժարվեմ մանդատից, որովհետև ես իմ անելիքը չեմ տեսնում ազգային ժողովում, եթե չհաջողվի այս պայքարով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ու այն քչերից չեմ ասում միակը, որովհետև էլի եղան մարդիկ, որոնք հետագայում, սակայն առաջինն էր, որը մանդատից հրաժարվեց, ցույց տալով, որ քաղաքականությունը իր համար գերնպատակ է միայն այն դեպքում, եթե այդ քաղաքականությունը հանգեցնելու է ազգային հարցերի լուծմանը, այլ ոչ թե պարզապես ազգային ժողովում ազգային հարցերից խոսալն ու այդ հարցերի մասին բարձրաձայնելը։ Սա խոսում է չհամոզեցիք ինձ։ Սա խոսում է, չէ, ներողություն, սա խոսում է քաղաքական գորշի հստակ կանխատեսման ունակությունների եւ հետեւողական քայլերի մասին։ Գիտեք ինչ, եթե Արտուր Վանեցյանը այդ ամենը մատնանշեր իր հայտարարություններով, որը եւ արեց, այնուհետեւ
ստանալով մանդատը մնար ազգային ժողովում, ապա այդ ժամանակ ես իրոք չէի կարողանա ձեզ ապացուցել, որովհետև կստացվեր, որ նա մանդատը ավելի վեր դասեց, իհարկե փորձելով փաթեթավորել այն բանով, որ նախադեպը չունեցող, ես համաձայն եմ այդ հարցով, նախադեպը չունեցող երևույթ էր։ Առաջինը քայլը նա հանեց հանրությանը ոտքի, ինքը սկսեց չէ վերջը ազատության հրապարակում այդ տևական նստացույցները բերեցին այն լայնամասշտաբ երթերին ու հավաքներին, որը հետո տեսանք։ Արդյունքը գիտեք ինչ, արդյունքը քաղաքականության մեջ միշտ չի որ երաշխավորված է ու միշտ չի որ կապված է տվյալ գործի հետ, որովհետև Հարգելի Կարապետյան, կներեք, դուք մեր հաղորդման սկզբից ասեցիք, որ մենք կանգնած ենք շատ ծառայեղ իրավիճակում, երբ որ ազգը դեգրադացվում է, երբ որ հայրենիք ենք կորցնում, երբ որ եկեղեցի ենք կարող է Աստված չարասցի ինչ որ ձևով վնասվի։ Դուք իրավունք չունեք այլևս ասելու, որ քաղաքականության մեջ ոչ մի բան երաշխավորված չէ։ Դուք ընդդիմություն, ես չունեմ կուսակցություն։ Դուք ընդդիմություն լինելով դուք պետք է երաշխավորեք ինձ, որ ես այլ բան եմ ուզում ասել։ Չէ, ուղղակի խոսքս կիսատ մնաց, միտքս երևի չհասկացվեց։ Ես չեմ ասում, որ երաշխավորված չես այս կամ այն արդյունքից։ Ես այլ բան եմ ասում, երաշխավորություն չկա, որ դա կլինի արագ, որովհետև նայեք, մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։ Հենց երեք առաջորը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների այդ ճեպազրույցի ժամանակ հերթական անգամ ինչ ասաց, որ իմ համար Արցախի հարցը փակված է, արցախցիների վերադարձի հարցը փակված է ու քանի դեռ ես իշխանության եմ, ես երբեք մեր օրակարգում այդ հարցը չի լինի։ Իսկ եթե ժողովուրդը համաձայն չէ իմ քաղաքական մոտեցման հետ, թող հեղափոխություն անի, չէ՞։ Բայց ինչպես է նա պատասխանում, որովհետև այդ քաղաքական գործընթացը երկկողմ է եւ միշտ չի որ կախված է ընդդիմադիր գործից, որովհետև հակառակ կողմում նաեւ իշխանությունն է, սակայն իշխանությունը մշտապես կիրառում է բիրտ գործիքակազմ, կալանավորում է մարդկանց, մեղադրանքները հարուցում եւ այլն։ Ես հենց այդ համատեքստում եմ ասում, որ արագ հաջողության հասնելը երաշխավորված չէ, այն որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, ես համոզված եմ, խոսքս երաշխավորությունը նկատի ունեմ գործընթացի Նիկոլ Փաշինյանը որպես անձ թե ԿՊ-ն հեռանալու։ ԿՊ-ն, եթե Նիկոլ Փաշինյանը պարզապես ինքը հեռանա, ապա կգա Գիցուկ Ալեն Սիմոնյանը, պետք է տրամաբանությունը փոխվի, ամբողջ իշխանությունը հեռանա։ Պարոն Կարապետյան, նախ առաջինը թույլ տվեք մի հարցում ձեր հետ համաձայնվեմ, որ դուք պետք է երաշխավորեք ու դուք նոր երաշխավորեցիք, ես համաձայն եմ, որ քաղաքական յուրաքանչյուր ուժ, որը ընդդիմադիր հայացքներից է գալիս, ինքը պետք է երաշխավորի, որ ինքը անելու է ամեն ինչ, մանավանդ այս իրավիճակում, որպեսզի գոնե անիվը կանգնեցնի այս ահավոր։ Տեսեք, ես կամ հետազոտություններին սխալ եմ տիրապետում, դուք ինձ կուղեք, եթե ոչ, կամ դա այսօրվա մեր հասկանալով, մեր ձևով նա Ռոբերտ Քոչարյանն է եւ կարող է երրորդ ինչ-որ ուժ նույնպես հայտնվի։ Ինչու եք դուք թիրախավում, եղբայր, եթե դուք ազգային ժողով չեք մտնում, դեք այդ տոկոսը չեք բանում։ Խի են ձեր կարկառուն դեմքերին ձերբակալում տանում նստեցնում։ Խի են ձեզ ճնշում, խի են ձեր խոսքի վրա գալիս, խի են թիրախավորում ամբողջ համացանցով Արթուր Վանեցյան։ Ինչն է, ես իրոք լուրջ եմ ասում, իրոք չեմ հասկանում։ Եթե դուք չունեք այդ ներուժն ունի մեր ձևովը ու Ռոբերտ Քոչարյանը եւ մի քանի նոր հայտնված ուժերից էլ մարդիկ կան, որ ես շփվում եմ, ես տեսնում եմ, որ իրանք են թափավակում։ Ինչու են ձեզ թիրախավորում, եղբայր, ինչու ձեզ ասեն կողքի չեն տալու, դա Արթուր Վանեցյանն է դինով, ինչի ամ է, չէ։ Հա։ Նախ խոսքի սկզբին որ ասիկ ազգային ժողովում պայքարեն Նիկոլ Փաշինյանի ու թուրքերի հեռացմանը, նախ ես հույս ունեմ, որ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեինք մինչև ընտրությունները, այլ ոչ թե ազգային ժողովում։ Բայց խոսենք այն ինչ որ այս պահին կա, իսկ այս պահին քաղաքական գործընթացների հիմնական ուղղվածությունը ազգային ժողովն է, չէ՞, խորհրդարանական ընտրությունները, որի ժամանակ նույնպես կարծում եմ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այո, թիրախավորում են նրան, ումից որ ուժ են տեսնում,
Որովհետև եթե մարդը իրենից ոչինչ չի ներկայացնում, եթե մարդը թույլ է քաղաքականապես, եթե մարդը իզորու չէ հաղթանակել այս կամ այն շեմը, ապա սովորաբար նման մարդուց չեն խոսում, նման մարդուն չեն թիրախավորում, նման մարդու թիմակիցներին չեն ձերբակալում ու չեն կալանավորում, քաղաքական հետապնդման չեն ենթարկում, երբեմն այլ ընդդիմադիր ուժեր չեն հարվածում թեկուզ խոսքի տակով, թեկուզ ենթատեքստով եւ հաշվի առնելով այս ամբողջ հալածանքների փաթեթը, հաշվի առնելով մեր քաղբանտարկյալներին, հաշվի առնելով Արթուր Վանեցյանի այս տոտալ թիրախավորումը, ինչպես նշեցիք, նաև սոցիալական ցանցերում, այդ ապացուցում է, որ հանձինս Արթուր Վանեցյանի ու հանձինս Հայրենիք կուսակցության տեսնում են այնպիսի ուժ, որը իզորու է լուծել իր առջև դրած խնդիրները։ Ազգային ժողովի շեմը հաղթահարելու հետ կապված շեմը երբեք Հայրենիք կուսակցության համար չի եղել ինքնանպատակ, որ պարզապես շեմը հաղթահարեն։ Արթուր Վանեցյանը ինքը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ ես չունեմ նման նպատակ, պարզապես հաղթահարեմ շեմը եւ պարզապես ազգային ժողովում ունենամ խմբակցություն, եթե այդ ամենը չի հանգեցնելու գլխավոր նպատակին, չի հանգեցնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, որովհետեւ հակառակ դեպքում հենա падգամավոր էր, հենա ֆրակցիայի ղեկավար էր, իմաստավորն էր մանդատը վայր դներ, հետո նորից գար անցներ, նորից լիներ ուղակի խմբակցության ղեկավար։ Այսինքն, տեսնելով նպատակը, հետո տեսնելով Հայրենիք կուսակցության ներուժը, երիտասարդներից շատ դեպքերում բաղկացած այդ ներուժը, որոնք պատրաստ են մինչև վերջ գնալ, այո, մինչև վերջ գնալ, եթե դու Այսինքն պոտենցիալ, տեսնում եմ պոտենցիալ դրա համար են խփում։ Հիմա որ չենք հաղթահարում։ Դե ես իմ ենթադրությունս եւ իմ հաշվարկներս ունեմ, ես ասացի դուք կարաք ինձ ասեք դա չի։ Ես մի քիչ համաձայն չեմ, որ մենք չենք հաղթահարում, ոչ թե մի քիչ համաձայն չեմ, չենք հաղթահարում։ Դուք հաղթահարում եք։ Նախ մինչև ընտրություններ դերևս մի քանի ամիս կա։ Չէ, ես ասում եմ այսօրվա դրությամբ, այո, կա հաղթահարենք։ Ես համաձայն չեմ նաև այն դիտարկմանը, որ երաշխավորված հաղթահարելու են, ասենք ձեր կողմից մատնանշած մյուս ուժերը։ Չկա որևէ երաշխիք, այ քանի դեռ ընտրությունները չեն եղել։ Ես վստահ չեմ, որ նկատի ունեք գրանցման հարցը։ Չէ, ինչ օրինակ ես վստահ չեմ, նայեք Ռոբերտ Քոչարյանը որ կարող օրինակ ես չեմ կարող ասենց վստահ լինեմ, որ անպայման նա հաղթահարելու է անհրաժեշտ շեմը։ Ես չգիտեմ այդ վստահությունը որտեղից է։ Այսինքն ձեզ թիրախավորումը նաև գալիս է նրանից, որ կեղծ տոկոսներ են ներկայացնում ձեր ուժի հետ։ Չէ, տոկոսները, եթե սոցհարցման տոկոսներն եք նկատի եթե նկատի ունեք, սոցհարցման տոկոսները երբևէ չեն արտացոլում իրականությունը, իրականում երբեք չեն արտացոլում իրականությունը։ Փորձել եք ձեզ անել։ Կեղծի մասին չի, ես չեմ խոսում, ես չեմ ուզում ասենց պատասխանատու հայտարարությամբ հանդես գալ ու ասել, որ կեղծում են տոկոսները, չէ, բայց հարցման ենթարկվողները միշտ չի որ ասում են այն ինչ մտածում են ու միշտ չի որ ասում են իրականությունը։ Ի վերջո այլ բան է երբ մարդը պատասխանում է հարցին տետատետ, այլ բան է երբ մարդը մտնում է քվյախուց եւ ինքն իր քվյաթերթիկով մնում է մենակ։ Տեսեք, այսօր գլոբալ առումով գնում է խոսակցություն արդեն ընդդիմության մեջ, ես տեսնում եմ ՀԱԿ-ը մնացածը իրար հետ սկսել են խոսել։ Մեծ բլոկներ ստեղծելով գաղափարի հետ ինչպես է вообще Հայրենիք կուսակցությունը Հայրենիք կուսակցությունը նույնպես չի բացառել դաշնակցային դաշինք կազմելը եւ գործընկերությունը այլ ուժերի հետ։ Սկզբունքը մի քանի կետից կարանք նշենք, առաջինը մոտեցումների ու գաղափարների համադրությունն է ազգային խնդիրների ու նաև տնտեսության, այո, նաև տնտեսության, չանտեսենք տնտեսությունը, որովհետև մարդկանց շատ է հուզում, նաև մարդկանց շատ է հուզում իրենց բարեկեցությունը, դա նույնպես կարևոր գործոն է։ Մենք շուտով առաջիկ հանդես են գալու այդ ամբողջ ծրագրային փաթեթներում, որում ներառված է թե առողջապահության այս ապահովագրման հարցերը, թե մարդկանց կյանքը դեպի բարեկեցություն տանելը, թե նաև ազգային խնդիրները, թե նաև կառավարման համակարգը։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր երեկվա ասուլիսի ժամանակ խոսեց կառավարման համակարգից, որ վարչապետական կառավարման համակարգը վարչապետին օժտում է գրեթե անսահման լիազորություններով եւ այլն, այլ խոսքով ասած քննադատեց այս կառավարման համակարգը։ Սակայն մենք շատ ավելի վաղ էինք անդրադարձել
կառավարման համակարգին։ Նույն Արթուր Վանեցյանը խոսել էր, որ մեր իշխանության գալուց հետո կառավարման համակարգը փոխվելու է եւ անցում են կատարելու նախագահական համակարգին, այսինքն մենք ավելի վաղ ենք հայտարարել այդ մասին։ Ես ինքս տարբեր հարցազրույցներում առիթ եմ ունեցել այդ միտքը գեներացնելու եւ նաեւ մատնանշելու, որ բազմաթիվ օղակներ, որոնք այս պահին ավելորդ բեռ են հանրության ուսերին, քանի որ հանրությունը վճարում է հարկեր, այդ հարկերից մարդիկ ստանում են աշխատավարձ ոչինչի համար, ոչինչ չանելու համար։ Այսինքն մենք այդ հարցերին անդրադարձել ենք։ Ես ուզում եմ, որ մենք այստեղ այդ հարցին այլևս չանդրադառնանք, գնանք առաջ, որովհետև ժամանակի խնդիր ունենք։ Կան եւս մի երկու հարց, որոնք շատ կարևոր են հանրության մոտ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատելու ժամանակ Արթուր Վանեցյանը շատ, ասենց կարեմ ասեմ, ամենաակտիվներից մեկն էր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ, երբ որ ինքը բացահայտումներ էր անում իր բլոկով, ԱԱՑ-ի բլոկով, քննչական մարմնով եւ շատ դեպքերում մինչեւ առ այսօր քննվում են այն գործերը ու դատարաններում արդեն այն գործերն են գումարների հետ վերադասվում, որը իր օրոք է եղել։ Այո։ Տեսեք, շատ կան նաեւ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործեր, որ Արթուր Վանեցյան, այսինքն կարանք ասենք, որ Արթուր Վանեցյանի համար սկզբունքայինորեն հայրենիք ավելի կարևոր են, քան անձիկ, դա մեկ։ Երկրորդ հարցը, որ կուզենամ տամ, ինչպիսի կոմունիկացիաներ կարան լինել այդ նույն անձանց հետ, որոնք այսօրվա դրությամբ արդեն հագարակ կողմում են, որտեղ է Արթուր Վանեցյանը դիմադիր, կարող են իրանք աչք փակել այդ բոլոր արտարդատության հետ կապված խնդիրների հետ եւ գնան առաջ ընդդեմ թուրքական ու ասենց ասած օրակարգին մոռանան այն ինչ որ եղել է գնան այդ օրակարգին ու պատկերացնում եք դուք մեր դեպքում Արթուր Վանեցյանի կողմից քրեական գործը հարուցվել ընդդեմ ընտանիքի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անգամ հարցազրույց եղավ անգամ այդ բաները բոլորս հիշում ենք հա ու բերել օրինակ եմ ասում Ռոբերտ Քոչարյանին իշխանության Ճիշտ ասացիք Արթուր Վանեցյանը իր պաշտոնավարման տարիներին երբ ԱԱԾ ղեկավարն էր ապացուցեց գործով ապացուցեց ի տարբերություն շատերի որոնք փորձում են խոսքով այդ ամենը հրամցնել գործով ապացուցեց որ իր համար պետությունն ու հայրենիքը ավելի կարևոր են քան անձերը ու քան քաղաքական գործընթացները եթե կա խնդիր պետք է լինի խնդրի լուծում ու Արթուր Վանեցյանը իրոք անձնվիրաբար ծառայեց պետությանը շեշտում եմ երբեմն փորձում են մանիպուլյացիաներ այդ հարցի շուրջ ծավալել ու քաղաքականացնել սակայն որպես ԱԱԾ ղեկավար նա անձնվիրաբար ու ազնվորեն ծառայեց պետությանը մինչև այն պահ երբ տեսավ որ խոսեցինք այդ մասին երբ տեսավ որ Նիկոլ Փաշինյանի ընթացքը հանգեցնում է ողբերգության հիմա մյուս անձերը կմոռանան թե չեն մոռանա դա իրենց խնդիրն է Եթե այդ անձերը իրոք Արթուր Վանեցյանի նման կարևորում են պետությունը, կարևորում են հայրենիքը, կարևորում են Հայաստան այս թուրք-ադրբեջանական օրակարգից դուրս բերելը, ապա պետք է միանշանակ անտեսեն երկրորդեն այն գուցե իրենց մեջ կուտակված վիրավորանքները, որոնք կան։ Եթե ոչ, դա իրենց խնդիրն է։ Իրականում անկեղծ եմ ասում, դա իրենց խնդիրն է։ Արթուր Վանեցյանը առ այս պահ անշեղորեն գնում է այն ուղով, որը որդեգրել է դեռևս ԱԱԾ պետ եղած ժամանակ։ Այսինքն հայրենիք, պետություն, հասարակություն։ Արթուր Վանեցյանը ինքը մասնավոր զրույցներում նաև անթաքույց ասում է, որ ես չեմ հանդուրժելու կոռուպցիոն որևէ երևույթ, եթե նույնիսկ այն տեղի ունենա իմ թիմակիցներից որևէ մեկի կողմից։ Ապա ես նման արարք չեմ հանդուրժելու եւ շատ հաճախ Արթուր Վանեցյանը կոռուպցիոներին, խոշոր կոռուպցիոներին ու կաշառակերին ուղիղ համեմատության մեջ է դնում մարդասպանի հետ, որովհետեւ եթե մարդասպանը սպանում է մեկ անձի, կոռուպցիոները սպանում է պետությունը, սպանում է հասարակությանը, սպանում է ժողովրդին։ Դրա համար եմ ասում, կմոռանան, չեն մոռանա, իրենց խնդիրն է եւ չկա նպատակ, որպեսզի Արթուր Վանեցյանը իշխանության բերի որևէ մեկին։ Արթուր Վանեցյանը ինքն է Չասացի ինքը բերի, ասացի իր օգնությամբ, հասկանալի է օգնությամբ։ Կարծեմ Արթուր Վանեցյանը քաղաքական այն գործիչներից մեկն է, որի
պետք է օգնեն, որպեսզի ինքը գա իշխանության։ Իհարկե, եթե նաև միանշանակ վստահ եմ, որ եթե Արթուր Վանեցյանը ապագայում դաշինք կազմելու լինենք այս կամ այն քաղաքական միավորի հետ, երբեք առաջնային տեղում չի դնելու իր ամբիցիաները։ Եթե նա համոզված լինի, որ զիջելով տեղը դիցուկի ինձ կամ ձեզ, ապա մենք կհասնենք հաղթական արդյունքի եւ ամբիցիաները չեն փլուզի քաղաքական գործընթացը, ապա նա միանշանակ հետ կկանգնի իր ամբիցիաներից։ Հակառակ դեպքում նրան ոչինչ չէր խանգարում։ Այսինքն կարամ հասկանամ, որ ինքը աշկերը թաքցնելու առիթ չի ունեցել ու չի էլ ունենա։ Միանշանակ պարզ կարող է նայել բոլորի աչքերին եւ ով ինքը ինչ որ կաշկանդվածություն ունի, ապա նա թող թեքի իր հայացքը կամ իր մեջ գտնի այնքան վճռականություն ու կամք, որպեսզի կարողանա ուղիղ նայել դիմացինի աչքերին ու գնալ առաջ։ Ինչի պետք է Արթուր Վանեցյանը այսօր լինի քաղաքական դաշտում։ Կարաք ինձ ասեք։ Տարիների քաղաքական գործունեության բազմաթիվ տարիների փորձ ունեմ։ Ես իրոք քաղաքական լավ կենսագրություն ունեմ ու այն ինչ որ հիմա ասելու եմ, առաջին անգամ չի որ ասում եմ, դեռևս տարիներ առաջ եմ ասել։ Նայեք, ի վերջո հանրությունը նաև հոգնելու բնավորություն ունի, միտում ունի, այո, գուցե դա արդարացված չէ, բայց այնուամենայնիվ հանրությունը կարա մարդկանցից հոգնի։ Ես ամենևին չեմ ասում, որ չմասնակցեն, ես նման նախ ոչ պատասխանատվություն եմ ստանձնում, ոչ է գտնում եմ ճիշտ է, որպեսզի կոչ անես այս կամ այն մարդուն չմասնակցել։ Իհարկե բոլորը իրավունք ունեն հայտ ներկայացնել ու բոլորը իրավունք ունեն մասնակցել։ Նայեք, տարիներ առաջ ես մտածում եմ, լավ, չեն հոգնում ի վերջո այս մարդիկ, ասենք նույն մարդկանց անդադար նայելով, նույն բանը լսելով, նույն դեմքերը տեսնելով, վերջը պետքա չէ նոր արուն ներարկվի քաղաքականությանը, նոր թարմություն պետք է բերվի քաղաքականություն, որովհետև անձերը երբ որ իրենք նոր արուն են ներարկում, նաև նոր գաղափարներ են բերում։ Արթուր Վանեցյանը այն քաղաքական գործիչներից մեկն է, որը չունի այնպիսի կենսագրություն քաղաքական, որը կարող է թիրախավորվել ու պիտակավորվել որպես, չգիտեմ, թալանչի, որպես SNN, սիրում են, չէ՞, այս իշխանությունները ասենք։ Դե մի քրեական գործ չեմ տեսել։ Չկա, Այդքան աշխատելու։ Չէ, абստրակտ կարող է լինել։ Արշակ Սրբազանին մեղադրեցին, մեկի գրպանը մի երրորդի միջոցով պլան գցելու մեջ, абստրակտ քրեական գործեր կարող են հարուցվել, բայց ռեալ չունի քաղաքական խոցելիություն իր կենսագրության մեջ։ Ապացուցել է, որ ունի ապագան կանխատեսելու ունակություն մատնանշելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքները, ապացուցել է, որ ունի սկզբունքայնություն հրաժարվել դուք չլինեք, ինչ է փոխվելու։ Ասենք համարեք այսօր հայրենիք կուսակցությունը չկա ախպեր, ինչ էր փոխվել մեր կյանքում, ինչ կփոխվեր։ Չէր կարող նման բան լինել, որ հայրենիք կուսակցությունը ուղղակի չլիներ, չէ՞, հասկանում եմ, չէ, հասկանում եմ ձեզ։ Ինչու համար եմ ես դա հարցը։ Իմ համար կա գոյություն ունի տարբեր գույների։ Հասարակությունը չէր տեսնի այլընտրանք, ռեալ այլընտրանք, պրագմատիկ քայլերից ձևավորված այլընտրանք, նոր գաղափարներ, նոր թարմություն, նոր դեմքեր քաղաքականության մեջ, նոր առաջարկներ։ Հանրությունը այդ բանը պարզապես չէր տեսնի, նա նորից կտեսներ բախում նախկինների ու ներկաների մեջ։ Նիկոլ Փաշինյանը կրկին կօգտագործեր այդ խոսույթը ու շեշտում եմ անարդարացիորեն Հայաստանի ողջ ողբերգությունները բարթելով Ռոբերտ Քոչարյանը նախկինա դե չէ։ Դե նախկին նախագահ։ Դուք իր այդ չեք գնա կոալիցիայի այդ դեպքում։ Հայաստանը հայրենիք կուսակցությունը պատրաստ է գնալ բոլոր այն մարդկանց ուժերի հետ կոալիցիայի, որոնք նախ ցույց կտան իրենց հստակ գաղափարական մոտեցումները տարբեր այդ թվում կարևորագույն ազգային խնդիրների մոտ իրենց տեսլական մոտեցումները եւ ամենակարևորը կապացուցեն, որ դրանք ոչ թե սոսկ բարի ցանկություններ են, որ երանի թե այսպես լիներ, այլ դրանք պրագմատիկ հողի վրա, հիմքի վրա ձևավորված հիմքում ունենալով պրագմատիզմը, որը կարելի է կյանքի կոչել, որովհետև եթե դու ընդամենը ունես լավ գաղափար ու լավ ցանկություն, բայց չունես հիմնավորում, թե ինչպես ես դրան հասնելու, այդ ամեն ինչը ուղղակի բաժակաճառի է վերածվում։ Հայրենիք կուսակցության կարմիր գիծը։ Հայրենիք կուսակցության կարմիր գիծն է չհամագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու Նիկոլ Փաշինյանին։ Ինչպիսին ձեր կարծիքը Հանրապետություն կուսակցության հանդեպ։
Ես անձերի չեմ ասում Արամ Սարգսյան եւ կուսակցության գործունեություն դուք համարում եք իրենց անդիմադիր դաշտում թե ոչ։ Ես առ այս պահը հայրենիք ներողություն Հանրապետություն կուսակցության գործունեությունը ինչքանով որ տեսել եմ ամբողջովին միտված է Նիկոլ Փաշինյանի օրակարգի սպասարկմանն ու ամրապնդմանը։ Ես որևէ ընդդիմադիր քայլ, ես հայրենիք կուսակցության անդամների հետ ժամանակին ունեցել եմ շատ մտերիմ հարաբերություններ, ցավում եմ, որ այսօր ցավում եմ մարդկայնորեն իրոք ցավում եմ, որ այսօր ստիպված եմ լինելու այս բանը ասելու, բայց դեռևս չեմ տեսել Հանրապետություն կուսակցության կողմից մի քայլ, որը կտարբերվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգից։ Կարող եմ ասել, որ հայրենիք կուսակցությունը, եթե ստանձնի կոալիցիոն, ասենք ինչ, իշխանություն եւ ունենա լծակներ, չեմ ասի ինչ պաշտոններում, ինքը կտրականապես դեմ կլինի Ադրբեջանի հետ որևիցե մի կոմերցիոն համաձայնությունների գալու եւ Թուրքիայի հետ համագործակցելու ինչ-ինչ պրոյեկտներում, քանի դեռ մենք ունենք կնճռոտ հարցեր։ Միանշանակ, քանի դեռ Թուրքիա նախ Ադրբեջանի հետ պայմանագիրը պետք է Ադրբեջանի հետ կնքվի։ Նախ քանի դեռ Ադրբեջանի հետ չի կնքվել խաղաղության պայմանագիր, բայց այնպիսի խաղաղության պայմանագիր, որը մեր ազգային արժեքների հաշվին չի, որը մեր ազգային արժանապատվության հաշվին չի ու որի հիմքում կա հստակ անվտանգության երաշխիքներ, այլ ոչ թե սոսկ զիջումներ Ադրբեջանին, որը փորձում են ներկայացնել որպես երաշխիք, քանի դեռ չի լուծվել մեր կարևորագույն խնդիրները, Հայաստանը երբևէ չի լինելու Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկողի դերում, չի լինելու քաղաքական նույն ուղեծրում եւ առհասարակ բենզինով հայրենիք կուսակցությունը երբեք չի փորձելու այս հանրությանը մոլորության մեջ գցել ու ներկայացնել որպես խաղաղության պատրանք։ Սպասենք ձեր ծրագրերին, շնորհակալություն, որ մեր մոտ հյուր ընկալվեցիք, հիշեցնեմ ձեզ մեր հյուրն էր Կարեն Կարապետյանը, քաղաքական վերլուծաբան, հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ, շատ հաճելի զրույց էր, շնորհակալություն եւ եւս մեկ անգամ ձեզ հարգելի հետևորդներ խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, եթե հավանում եք մեր հաղորդումները, ապա սեղմեք հավանության կոճակը եւ ուղղում եմ խոսքս նաեւ բոլոր քաղաքական ուժերին, մեր հարթակը բոլորի համար, անխտիր բոլորի համար բաց է, հարցազրույցները կարան կազմակերպենք բոլոր խմբակցությունների եւ արտակ խորհրդանական ուժերի հետ, ովքեր մասնակցել են խորհրդանական կամ պատրաստում են մասնակցել խորհրդական ընտրություններին, մենք պրոպագանդիստներ չենք, մեր մոտ ամեն ինչ գնում է արդար, անկեղծ զրույց, շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալ եմ անչափ։